Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրեր ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ։ ԱՄՆ փոխնախագահը Երևանում է։ Այսօր արդեն կմեկնի Բաքու։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ստորագրել են միջուկային խաղաղ գործակցության մասին հուշագիրը։ Սակայն օրակարգի գլխավոր կետը թրիփն էր։ Փաշինյանը շեշտել է, որ Թրամփի ուղի նախագծի համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը։ Այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը Հայաստանը Միացյալ Նահանգների ձեռք է բերել VB-8 տեսակի անօդաչուներ, որոնք ըստ Փաշինյանի էականորեն նպաստելու են պաշտպանական մեր կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար։ Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։ Թրիփի ու խաղաղության մասին հայտարարություններ են գալիս նաև Բաքվից։ Իլհամ Ալիևը Ամերիկայի հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սովորում են խաղաղ ապրելուն, իսկ այդ հարցում ըստ Ալիևի մեծ կարևորություն ունի Թրիփն ու այլ կապող նախագծերը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է $9 միլիարդ ներդրման մասին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում։ Դրա իրականացման համար սկզբում կտրամադրվի $5 միլիարդ, ապա ևս $4 միլիարդ։ Փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար, եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Սակայն արարողակարգային զարգացումների հետևում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ ազդակներ են փոխանցում։ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է ֆավորիտ լինի հայկական քաղաքականության մեջ, նույն պատճառներով, որոնցով արտասահմանյան երկրները չպետք է ֆավորիտ լինեն ամերիկյան քաղաքականության մեջ։ Ըստ հանձնախմբի հայտարարության, Փաշինյանն աստիճանաբար քիչ ժողովրդականություն վայելելով, հայրենիքում ընտրական կանոնները կեղծելով եւ քաղաքացիական հասարակությանն ու հոգեվոր այլախոհներին բանտարկելով աջակցություն է փնտրում արտասահմանում։ Նախքան Վենսի Հայաստան գալը քաղաքական ուժերը, գործիչներն ու հասարակական կազմակերպությունները նամակներ էին գրել Միացյալ Նահանգների փոխնախագահին գերիների ու արցախցիների վերադարձի խնդրանքով եւ Ադրբեջանի զավթողական քաղաքականության վերաբերյալ։ J.D. Վենսի աշխատակազմը հաստատել է, որ ստացել են Բագրատ Սրբազանի նամակը եւ շնորհակալություն հայտնել նամակը փոխնախագահի գրասենյակ է հանձնել Քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը, որը նախորդ շաբաթ բանտում այցելել էր Բագրատ Սրբազանին։ Կազմակերպությունը համոզված է, որ Վենսը կհետևի Սրբազանի ուղերձին եւ կապահովի Ադրբեջանում եւ Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակումը, կստանա երաշխիքներ Արցախի բռնի տեղահանված հայերի իրենց հին հայրենիք անվտանգ վերադարձի համար, ասված է հաղորդագրության մեջ։ Իսկ Փաշինյան-Վենս հանդիպմանը զուգահեռ, որի ընթացքում ոչ մի խոսք չի հնչել գերիների, արցախցիների վերադարձի մասին, դրսում արցախցիներն ու քաղաքական հասարակական գործիչները եւ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, փորձելով Միացյալ Նահանգների փոխնախագահի ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնք միջազգային հանրության, լռության ու պաշտոնական Երևանի քաղաքականության պատճառով հայտնվել են լուսանցքում։ Մենք պարտավոր ենք պահանջենք տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներկայացուցիչից, որ իրենք տեր կանգնեն իրենցից կասկած խոսքերին։ Դրա համար ես կարծում եմ մենք երկու ելք ունենք, եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման դա մշտական իմ աքսիոմատիկ հայտարարությունն էր, այնինչ որ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Միջազգային հանրությունը, իդեմս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերտերություն, իհարկե ունի հնարավորություններ, լծակներ ազդելու Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանությունների Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի վերադարձնի հայ պատանդներին, հայ գերիներին։ Այլ հարց է, որ
հայկական իշխանություններ կոչվողները եւ այդպիսին դրսում հանդես եկողները չեն իրականացնում որևէ գործուն քայլ եւ ուղղակի ասում են 3 ամիս կսպասեն գերիներ, այդ 3 ամիսը դարձել է արդեն 3 տարի, ընդ որում ծավալելով իրենց միտքը, շարունակելով իրենց անգործությունը պարտակել ազգային ժողովի ամբիոնից Նիկոլը հայտարարում էր, որ հələ պետքա պարզել այդ գերիները հանցագործներ են, թե չէ։ Բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատաններ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։ Իհարկե դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի։ Դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հստակ հումանիտար շատ մեծ քայլ կլինի դրական դեպի առաջ եւ նոր հնարավորության դռներ կբացի։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն այսօր այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այս պահին հուշահամալիր տանող բոլոր մուտքերի մոտ վարչապետի անվտանգության աշխատակիցներն են ու ոստիկաններ։ Իդեպ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի տարածաշրջան կատարելիք այցից հետո մեկնելու են Միացյալ Նահանգներ մասնակցելու Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Իր աղբյուրներին հղում անելով X սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգներում բնակվող ադրբեջանցի լրագրողը։ Մկրտիչ Սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը դատարանը վերացրել է։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։ Քահանայի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։ Իսկ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Կարգալույց Արման Սարոյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումն ու վերականգնել պաշտոնում։ Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ, թե ներպետական, թե միջազգային իրավունքի համաձայն։ Քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարող է։ Նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման աբսուրդ արգելներ չեք տեսնել ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարող իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Սա ասում եմ, սա պատմական, ոնց ասեմ, բացասական գործողություններ են, որը ես վստահ եմ շատ մոտ ապագայում իրանց իրավական պատասխանները կստանան։ Դատարանը Կարգալույց Արման Սարոյանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։ Նեթանյահուն հրապարակել է անիմացիոն տեսանյութ, որում համեմատում է Միացյալ Նահանգների եւ Իրանի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Տեսանյութում ցուցադրվում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի մասշտաբները, ավիակիրներ, ռազմավարական ռմբակոծիչներ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, մինչդեռ իրանական բալիստիկ հրթիռները բնութագրվում են որպես սպառնալիք։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա։ Նրա խոսքով երկու կողմերը ցուցաբերում են բանակցելու պատրաստակամություն եւ Թուրքիան գործածում է բոլոր հասանելի միջոցները հակամարտությունը կանխելու համար։
Իսկ Ջեֆրի Էփշտեյնի մահվան մասին փաստաթուղթը պատրաստվել է բանտում նրա մահից 1 օր առաջ, հաղորդել է Daily Mail-ը։ 2019-ի օգոստոսի 9-ին Մանհեթենի շրջանի Միացյալ Նահանգների դատախազի հայտարարության մեջ արդեն ասվում էր, որ Էփշտեյնին գտել են անգիտակից վիճակում, խցում եւ հայտարարել են, որ մահացած է, պաշտոնապես գրանցված մահվան ամսաթվից 1 օր առաջ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են կարճատև տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։ Եղանակը Երևանում ցերեկը կլինի 3-ից 5 աստիճան տաքություն, երեկոյան 0-ից 2, իսկ գիշերը 2-ից 4 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։